Երևանում այս րոպեներին սկսվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան կուսակցության հանրահավաքը։ Քաղաքական ուժը հրապարակում է նախընտրական ամբողջ ցուցակը։ Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մեր հայրենակիցներին ու էկրանների առաջ հանրահավաքին հետևող 100 հազարավոր քաղաքացիներին տեսաուղերձով կդիմի Սամվել Կարապետյանը առաջին անգամ 2025-ի հունիսին անազատության մեջ հայտնվելուց հետո։ Ապրիլի 11-ն է, Արագածոտնի մարզ։ Նոր ողբերգություն է տեղի ունեցել Հանրապետության ավտոճանապարհներից մեկում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ այցը ուղեկցելու մեկնող ոստիկանների ավտոբուսը Քուչակ ապարան ճանապարհին բախվել է Nissan Magnishի մեքենային։ 21 TV News-ի տեղեկությամբ Nissan-ի 56-ամյա վարորդը տեղում մահացել է։ Նա Սպիտակի Արևաշող գյուղի բնակիչ էր, մեքենայում որդու հետ է եղել։ Որդուն վիրավոր տեղափոխել են Երևան։ Բժշկական զննությունից հետո նրան դուրս են գրել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ պարզել են Nissan-ը հանդիպակաց գոտում բախվել է ոստիկանների ավտոբուսին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննչականը նաև հայտնել է, որ ոստիկանները ուղևորվում էին Լոռու մարզ ծառայություն իրականացնելու։ Նման մի ողբերգական դեպք էլ տեղի էր ունեցել 3 Շիրակի աղին բնակավայրի մոտակայքում բախվել էին BMW-ն եւ Opel-ը։ 6 հոգի մահացել էր, նրանցից 2-ը երեխաներ։ Իդեպ վաղը Նիկոլ Փաշինյանը ավտոերթի է հրավիրել քաղաքացիներին հյուսիս-հարավ ճանապարհի դեպի Գյումրի տանող հատվածի բացման առիթով։ Այսօր ՔՊԱ-ականների ուրախ ավտոբուսով Լոռի մեկնելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը խոսել է ճանապարհներին տեղի ունեցող ողբերգական վթարների մասին։ Լինել հնարավորինս զգույշ եւ պահել հնարավորինս երթևեկության կանոնները, որովհետեւ նաեւ հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները։ Էջմիածնի գլխավոր հրապարակում Մայրաթորի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է 15-ից ավելի կրակված պարկուճ։ Վաղարշապատի համայնքային ոստիկանները կրակողներից մեկին վտանգելով իրենց կյանքը կարողացել են վնասազերծել, մյուս 2-ը դիմել են փախուստի։ Այս պահին քրեական եւ համայնքային ոստիկանները պարզում են, արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող Մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին։ Facebook-յան էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Մեջբերում այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը։ Մեջբերման ավարտը։ 18-ամյա տղան դեռ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Նրան դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Երիտասարդը գիտակցությունը կորցրել էր քրեակատարողական հիմնարկում, նրան անմիջապես տեղափոխել էին բժշկական կենտրոն։ Չնայած նրա առողջական լուրջ խնդիրներին, դատարանը կալանքի վերաբերյալ որոշումը թողել էր անփոփոխ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում պատասխանել է հայ պատվիրակների հարցերին։ Կարևորվել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը եւ Ադրբեջանի միջոցով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը։ Ընդգծվել է, որ TRIP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային եւ ընդհանուր տարածաշրջանային դինամիկան։ Մեջբերում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները կրում են երկկողմ բնույթ եւ նույնքան կարեւոր է, որ քաղաքացիական հասարակությունների միջև նմանատիպ փոխանակումները եւ վստահության ամրապնդման միջոցառումները նույնպես լինեն երկկողմ։ Մեջբերման ավարտը։ Հանդիպման ընթացքում Հաջիևն ընդգծել է Ադրբեջանի կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին։ Իսլամաբադում մեկնարկել են Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի, Ջարեդ Քուշները եւ իրանական պատվիրակության բարձր մակարդակի բանակցությունները։ Պակիստանի միջնորդությամբ ընթացող այս հանդիպումը նպատակ ունի փրկելու երկուշաբաթյա փխրուն հրադադարը։ Կողմերն արդեն քննարկում են տեխնիկական մանրամասները, սակայն սկզբունքային որևէ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցն ինքնուրույն ականազերծելու եւ Իրանի ռազմական ներուժը վերացնելու մտադրության մասին։ Ջրային տարածքում իրավիճակը մնում է լարված ԱՄՆ ռազմական նավերի տեղաշարժի եւ Իրանի հակադարձ սպառնալիքների պայմաններում։ Իսրայելի եւ Հեզբոլահի միջև չդադարող բախումները լրացուցիչ խոչընդոտ են ստեղծում դիվանագիտական ջանքերի համար։ Վաշինգտոնի վերջնագրերի եւ կողմերի իրարամերժ շահերի պատճառով լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը մնում է չափազանց բարձր։ Լիբանանի Նաբաթիե քաղաքը կրկին հայտնվել է իսրայելական օդուժի թիրախում։ Ըստ պետական անվտանգության ծառայության Նաբաթիեի կառավարական նստավայրի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է ծառայության 13 աշխատակից։
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել այս հարվածը, սակայն հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանի տարածքում հարվածել է Հեզբոլլահի շուրջ 120 թիրախի։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության մարտի 2-ից մինչև այսօր ապրիլի 11-ը բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 953-ի, իսկ վիրավորներին 6303-ի։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռևս վերականգնվում է դեմքի եւ ոտքերի ծանր վնասվածքներից, որոնք ստացել էր պատերազմի առաջին օրը։ Ըստ Reuters-ի աղբյուրների 56-ամյա ղեկավարի դեմքն այլանդակվել է, իսկ ամերիկյան հետախուզության տվյալով նա հնարավոր է կորցրել է ոտքը։ Չնայած ֆիզիկական ծանր վիճակին հայտնի է, որ նա պահպանում է մտքի պարզությունը եւ հեռավար կարգով ակտիվորեն մասնակցում է պետական կարևորագույն որոշումների կայացմանը, այդ թվում ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում ընթացող բանակցություններին։ Այնուամենայնիվ անորոշությունը մեծ է, քանի որ մարտի 8-ին պաշտոնը ստանձնելուց ի վեր որևէ լուսանկար, տեսանյութ կամ ձայնագրություն չի հրապարակվել։ Փորձագետները նշել են երկու կարևոր հանգամանք։ Ի տարբերություն իր հոր, Մոջթաբա Խամենեին դեռևս չունի բացարձակ հեղինակություն եւ պատերազմական այս շրջանում ռազմավարական որոշումների կայացման հարցում գերիշխում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձայնը։ Խամենեիի լռությունն ու թաքնված լինելը բացատրվում է նաեւ անվտանգության նկատառումներով, օդային նոր հարվածների թիրախ չդառնալու համար։ Իրանի ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հրաժարվել է մեկնաբանել առաջնորդի առողջական վիճակի մասին լուրերը։ Պաշտոնական հաղորդագրություններում նա հիշատակվում է որպես պատերազմում ծանր վիրավորված։ I think it's a mistake to send the vice president. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը մեծ սխալ է համարել փոխնախագահ JD Vance-ին բանակցություններին ուղարկելու որոշումը, շեշտելով, որ չի կարելի թույլ տալ հակառակորդին ընտրել քո բանակցային թիմը։ Ըստ Բոլթոնի, Դոնալդ Թրամփի վերջին շրջանի գրառումները սոցցանցերում մատնում են նրա խուճապն ու հուսահատությունը։ Նախկին խորհրդականը համոզված է, որ նախագահը պարզապես ճգնաժամից դուրս գալու ելք է փնտրում, իսկ Vance-ի հիմնական առաքելությունը հենց այդ դուռը գտնելն է։ Այս իրավիճակը Բոլթոնի կարծիքով հոգեբանական առավելություն է տալիս Թեհրանին, քանի որ իրանցիները տեսնում են ամերիկյան կողմի անհանգստությունը։ Բոլթոնը կանխատեսել է, որ գործընթացը կմոտենա ավարտին։ Նրա գնահատմամբ Թրամփի հիմնական նպատակը որևէ ձևական հաղթանակ հայտարարելն ու խնդրից արագ այլ թեմաների անցնելն է։ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել 175-175-ի դիմաց սկզբունքով։ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ հայրենիք են վերադարձել նաեւ 7-ական քաղաքացիական անձիկ երկու կողմից։ Այս գործընթացին զուգահեռ ուժի մեջ է մտել Զատկի զինադադարը, որը կտևի մինչև ապրիլի 12-ը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ իրենք կգործեն հայելային սկզբունքով։ Եթե ռուսական կողմը չկրակի, իրենք եւս չեն պատասխանի, ասել է նա։ Երուսաղեմի Տիրոջ հարության տաճարում տեղի է ունեցել քրիստոնեական աշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ Սուրբ Լույսի իջնելը։ Արարողության սկզբում տաճարի դռները բացվել են հազարավոր ուխտավորների համար եւ ներսից թեռած աղավնիները խորհրդանշել են խաղաղության ավետիսը։ Մինչև հրաշքի տեղի ունենալը տաճարի բոլոր կրակները հանգած են եղել, իսկ տարբեր դավանանքների ներկայացուցիչներ մանրակրկիտ ստուգել են Քրիստոսի գերեզմանի մատուռը։ Երուսաղեմի պատրիարքը տաճար է մտել չվարված մոմերով։ Աղոթքից հետո տեղի է ունեցել Սուրբ Լույսի ինքնաբուխ բռնկումը։ Ըստ հավատացյալների, առաջին րոպեներին կրակը չի այրում եւ որպես օրհնության ուխտավորները լվացվում են դրանով։ Սուրբ Լույսը տաճարից արագ տարածվել է հավատացյալների շրջանում։ Հատուկ չվերթներով այն կտեղափոխվի տարբեր երկրներ, այդ թվում Հայաստան։ Սուրբ Լույսի իջնելը խորհրդանշում է Քրիստոսի հարության լույսը եւ կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Սա հոգեվոր նորոգման եւ Աստծու ու մարդու միջև կենդանի կապի հաստատման խորհուրդն ունի։